Հերոս տղաներին, որոնք մասնակցել են Արցախյան պատերազմին, որին մասնակցել է կրկնակի Արցախյան պատերազմին մասնակցած իմ տղան, Բարսեղյան Զավեն Քաջիկի, որը մինչև այսօր 5-րդ տարին անցել է անհայտ բացակայի կարգավիճակում է։ Այսօր մեր իշխանությունները եթե չեն ճանաչում Արցախը, մենք մեր ծնողներով պահանջատեր ենք ներկայացնեն ամեն մի կատարած քայլի մեր երեխաների անհայտանալու կարգավիճակը ովքեր են տարել, ովքեր թողեցին, ովքեր դավաճանեցին, ովքեր են դասալիքները պատասխանատվության առաջ պետք է կանգնեն։ 5 տարի է անցել 2020 թվականի այդ չարաբաստիկ պատերազմից, մինչ այս պահը պետությունը ինչ է ասում, ինչ փուլում է գտնվում այս տղաների ճակատագրի հարցը։ Շատ ներողություն, մեր ղեկավարությունը ոչինչ չի անում, Ալիևը ինչ պահանջում է, նա էլ տալիս է, այն չգիտեմ, որ կարգավիճակում ներկայացնեմ, ափսոս մեր երկիրը շատ ընտիր երկիր է, աշխարհի երեսին միակ մեր դրախտավայրն է, որոնք բոլոր երկրներն էլ ցանկանում են ձեռքը դնել մեր պետության մի կտոր հողի վրա։ Փաշինյանն ասում է հիմա խաղաղության մեջ ենք ապրում, լավագույն օրերն են խաղաղ։ Շատ ներողություն, Փաշինյանը ինչ ուզում ասի, ես Թուրքիի հետ բարեկամ չեմ եղել, վրեժառու կին եմ, մինչև վերջի շունչսել, պայքարելու եմ արյուն արյան դիմաց։ Արցախը մերն է եղել, մերն է լինելու է, Մասիսը մերն է, մերն է լինելու է, ազատագրելու ենք, ծովից ծովը Հայաստանը վերադարձնելու ենք, թող ինքը ինչ ուզում է անի։ Ինքը իր ընտանիքում կարա ասի, երբ երեխան մնար Արցախում, այն ժամանակ կհասկանար, թե ես ինչ եմ պահանջում։